եթերում մեծ բանավեճն եմ։ Սիրելի հեռուստադիտողներ, դուք գիտեք, որ մայիսի 8-ին մեկնարկել է նախընտրական քարոզարշավը եւ մենք բոլոր քաղաքական ուժերին հնարավորություն ենք տալու արտահայտել իրենց տեսակետները եւ ծրագրային դրույթները։ Այսօրվա թեման անվտանգությունը եւ խաղաղությունն է։ Բոլոր հյուրերը արդեն մեր տաղավարում են, նրանք կանգնած են, վիճակահանությունով նրանց տեղերը մենք որոշել ենք եւ հիմա մենք այսօր կքննարկենք կարևորագույն թեմաներից մեկը անվտանգություն եւ խաղաղություն։ Ըստ վիճակահանության առաջին տեղը ժողովրդավարական համախմբում կուսակցության падգամավորի տեխնացու Հասմիկ Գաբրելյանն է, բարեկո, շնորհակալություն հավելելու համար։ Այսպես ինչ եք դուք առաջարկում։ Բոլորին ներկայացնենք, նոր հարցը տանք։ Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության падգամավորի տեխնացու Արտեմ Աբրոյան։ Նոր ուժ կուսակցության падգամավորի տեխնացու Հակոբ Կարապետյան։ Շնորհապետական կուսակցության падգամավորի տեխնացու Արտակ Փակյան։ Ազգային ժողովրդավարական Բևեր համահայկական կուսակցության падգամավորի տեխնացու Գևորգ Սաֆարյան։ Եվ բոլորին դեմ եմ կուսակցության падգամավորի տեխնացու Միքայել Նահապետյան։ Սիրելի հեռուստադիտողներ, 19 ուժերը չեն, մենք ամեն հաղորդմանը հրավիրելու ենք տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ։ Այսպես ժողովրդավարական համախմբում կուսակցության падգամավորի տեխնացու Հասմիկ Գաբրելյան, շնորհակալություն հավելելու համար։ Տիկին Գաբրելյան, ինչ եք դուք առաջարկում անվտանգության եւ խաղաղության կոնտեքստում։ Մեր ուժը ընտրություններին մասնակցում է հայկական պետության ձևավորման տեսլականի ներկայացմամբ մեր ընտրողներին։ Ինչպես գիտեք, հայկական պետությունը մեր ներկայացմամբ հայկական պետության հիմքերն են, գաղափարական հիմքերն են, առաջինը ազգային ինքնությունը, համահայկականությունը, արդարությունը, արժանապատվությունը եւ որ ամենակարևորն է հանրային համերաշխության ապահովման համար քրիստոնեական արժեհամակարգը։ Հայկական պետությունը իրենից ենթադրում է, շարունակելով նշեմ, հայկական պետության առանցքային ուղղությունները անվտանգության երկու կարևորագույն բաղադրիչներն են՝ ֆիզիկական եւ հոգեվոր։ Ինչպես գիտեք, արդի աշխարհում գործընթացները այնպես են ընթանում, որ ֆիզիկական եւ ռազմական բաղադրիչը անվտանգության միակ բաղադրիչը չէ։ Հոգեվոր անվտանգությունը հայկական պետության ձևավորման համատեքստում ունի իր առանցքային դերն ու նշանակությունը։ Որ սպասում է, որ դուք բացատրեք, թե խաղաղությունը ոնց է պահելու եւ բերելու, հասկացավ։ Կարծում եմ, որ մենք զերծ ենք պահում հեռուստադիտողին տարբեր մանիպուլյացիաներից, քանի որ նախ եւ առաջ եւ անվտանգության եւ խաղաղության վերաբերյալ խոսելից մենք պետք է սահմանենք ինչ ասել է անվտանգություն եւ ինչ ասել է խաղաղություն։ Սահմանեք։ Անվտանգությունը առհասարակ պետության եւ ազգի անվտանգությունը տվյալ պարագայում մեր պետության մասին խոսելիս պետք է նշենք, որ միակ երաշխավորը կարող է լինել հայկական պետությունը, որը եւ ձևով եւ բովանդակությամբ կլինի հիմնված ազգային արժեքների եւ ազգային ինքնության բաղադրիչի։ Հիմա մենք մեր Հայաստանը հայկական պետություն չէ, սա մեկ, եւ երկրորդը, ասենք, Հայաստանում ապրում են բազմաթիվ ազգային փոքրամասնություններ, որոնք հայեր չեն։ Ինչ է նշանակում հայկական պետություն։ Հայկական պետությունը, դուք ինչպես գիտեք, մենք մոնոէթնիկ պետություն ենք, այսինքն հայերը մեր պետության մեջ առանցքային եւ հիմնական ազգն ենք մեր երկրում, հետեւաբար մեր պետության կենսունակությունը կարող է երաշխավորված լինել միայն եւ բացառապես այն պարագայում, եթե մենք կարողանանք դուրս բերել մեր ինքնության հիմնասյուները եւ քաղաքական գործընթացները եւ առհասարակ աշխարհի հետ հարաբերությունները կազմակերպենք այնպես, որպեսզի այդ հիմնասյուները չխարխլվեն։ Այսինքն արդիականացումը իր հերթին պետք է ընթանա որպես գործընթաց, սակայն սա չի ենթադրում, որ մենք պետք է դա անենք ի հաշիվ մեր ազգային ինքնության եւ այնուամենայնիվ փորձենք վերադառնալ մեր հարցին։ Ինչպես է ապահովելու պետության անվտանգությունը։ Հավասարակշռելով ֆիզիկական եւ հոգեվոր անվտանգությունը հայկական պետության շրջանակներում։ Բացի լոզունգները, ավելի առարկայական կարանք խոսանք այդ մասին։ Իհարկե կարող ենք։ Դե խնդրեմ։ Վերջի փորձն է։ Ձեր հարցը հավասարակշռել հոգեվոր եւ ֆիզիկական անվտանգություն։ Հավասարակշռեցիք, հետո ազգային արժեքների հիման վրա հիմնված քաղաքական հավասարակշռեցիք ազգային արժեքների հիման վրա։ Ոնց է ապահովելու պետության անվտանգությունը։ Այ որ ճշնամին հարցակվի, դուք ասել եք մենք հավասարակշռել ենք մեր ազգային արժեքները։ Տեսեք, ազգային գաղափարախոսության ձևակերպումը, թերևս այն գլխավոր
հիմնակարը պետք է լինի։ Հələ ձևակերպեք։ Ինչպես։ Ձևակերպեք։ Սա գործընթաց է, որը պետք է մեկնարկի, այսինքն սա ձևակերպված եթե լիներ, մեր պետությունը գործընթաց չի։ Գաղափարախոսությունը։ Տեսեք։ Ասում եմ հələ ձևակերպեք այդ գաղափարախոսությունը։ Հայկական պետության գաղափարախոսությունը մենք ներկայացնում ենք, որ հիմնական սկզբունքները, հիմնական արժեքները, այն դրույթները եւ այն սկզբունքները, որոնք մեզ համար առանցքային են լինելու հայկական պետության ձևավորման ճանապարհին։ Շատ լավ, անվտանգությունը ո՞նց է Բնականաբար, կապահովելու։ ինչպես։ Անվտանգությունը ո՞նց է կապահովելու։ Անվտանգությունը եկեք նախ ձևակերպենք։ Դա պետությունների նպատակին հասնելու ճանապարհին, զարգացման ճանապարհին, մեզ նետված մարտահրավերներին պատասխանելու կարողությունն է։ Այդ կարողությունները ո՞նց է ստանալու։ Հավասարակշռելով ֆիզիկականը եւ հոգեվորը։ Հոգեվոր եւ ֆիզիկական անվտանգությունը կարող է հավասարակշռվել միայն հայկական պետություն ձևավորելու Այստեղ որ ուզենանք էլ ֆրանսիական պետություն չեն կարող ձևակերպենք։ Հայկական պետությունը, հայկական ուժեր են, բոլորը կա ֆրանսիական ուժ։ Չկա, հայկական ուժեր են բոլորը։ Շատ լավ, պարոն Աբրյան, ձեր տեսակետը ինչպես է կապահովելու Հայաստանի համար անվտանգություն, եթե դուք ընտրվում եք։ Անվտանգությունը դա կարևորագույն իհարկե հարցն է մեզ համար, մեր Հայաստանի Հանրապետության համար, բայց անվտանգությունը ապահովելու համար առաջնային մենք պետք է դիվերսիֆիկացնենք եւ ինչը որ արվում է հարաբերությունները տարբեր պետությունների հետ եւ չունենալ կախվածություն մեկ պետությունից, ինչը իրականում այսօր արվում է եւ այդ հարաբերությունների ֆոնին մենք կունենանք հետաքրքիր նաև պետությունների հետ հետաքրքիր հարաբերություններ համագործակցության ենթատեքստում տնտեսության զարգացման եւ անվտանգության ձեր ասած տնտեսությունը ինքն իրեն արդեն անվտանգություն է նաև ապահովում եւ դիվերսիֆիկացում այսինքն դիվերսիֆիկացնում ենք դա նույն ծրագիրը առաջարկում է դիվերսիֆիկացում տարբեր քաղաքական կենտրոններից կախվածություն ոչ թե մեկից ձեր տարբերությունը ո՞րն է մեր տարբերությունը նրանումն է որ մենք ել ավելի ենք մենք խորացնելու հարաբերությունները այն պետությունների հետ, որտեղ մենք ունենանք գիտարդյունաբերության լուրջ նաև զարգացում, խթանում։ Այդ պարագայում կնեք, ել ավելին ո՞րն է, մենք Ռուսաստանի, Ֆրանսիայի, Ամերիկայի, Վրաստանի, Չինաստանի, միջինասիական երկրների, Գերմանիայի հետ կնքել ենք ռազմավարական հարաբերություններ։ Դրանից ավելին ո՞րն է։ Տեսեք, մենք գտնում ենք, որ կան որոշակի խոչընդոտներ, օրինակ հապկում գտնվելը դեռ մեր համար դա խոչընդոտ է եւ որոշակի հարցերում պասիվացնում է, այսինքն չի արագացնում այն տեմպը, որ կարելի է դուրս են գալու հապկից։ Դուրս են գալու հապկից միանշանակ։ Էլ դե հապկից նաև տնտեսական այդ հապկից եւ ռազմական այդ պայմանագրերից պետք է դուրս գանք իհարկե, որովհետեւ մենք կարողանանք ավելի ազատ հարաբերվել պետությունների հետ, որոնք նաև կաշկանդվում են Ռուսաստանի օրինակ պարագայում մեզ հետ հարաբերվել։ Օրինակ ով է կաշկանդվում։ Օրինակ նույն եվրոպական երկրները դե իրանք հայտարարություն արել են, եթե որ կաշկանդվում են։ Տեսեք, կաշկանդվելը դա իր ձևակերպումն է։ Ֆրանսիան մեր հետ վերջերս կնքեց ռազմավարական փաստաթուղթ։ Բայց ես խոսում եմ մակարդակի մասին, այսինքն ես խոսում եմ։ Դա ինքն մակարդակ չկա։ Մակարդակ դրան, տեսեք, կնքել մի բան, բայց անել, տեսեք, կնքում ենք պայմանագիր։ Հասկանալի կնքել եք, հա, կնքել եք, բայց մենք ունենք բազմաթիվ կնքած պայմանագրեր, օրինակ պրակտիկ հողի վրա, հա, Ռուսաստանի հետ օրինակ, երբեմն չի աշխատել, այսինքն երբ ոչ թե երբեմն ընդհանրապես չի աշխատել։ Հիմա եթե մի պայմանագիր կնքում ենք, դա չի նշանակում, որ դա հաստատ կաշխատի, օրինակ, բայց կան որոշակի խոչընդոտներ, ես նշեցի դա, որ խոչընդոտներն են, որոնց պարագայում մենք կարող ենք էլ ավելի, այսինքն մակարդակը ավելի բարձրացնել հարաբերությունների ռազմավարականի բարձր մակարդակը ո՞րն է ավելի։ Դա տնտեսությունն է հիմնականում։ Ռազմավարական մակարդակից ավելի բարձր մակարդակ ո՞րն է։ Չէ, ռազմավարական մակարդակից ավելի կբարձրացնենք։ Հիմա ասում ո՞րն է։ Ասեմ, տեսեք, պայմանագիրը, որը կնքված է, դուք մեջ բերում եք բուն պայմանագիրը։ Եթե դուք նկատի ունեք այլ պայմանագիր, ես դա նկատի չունեմ։ Ես նկատի ունեմ ասում եմ, եթե դուք նկատի ունեք բուն պայմանագիրը, որ դրանից այն կողմ այլ պայմանագիր չկա, չէ, դուք եք ասում կա, ասում եք կա ավելի բարձր մակարդակ, ես ասում եմ, որ պայմանագրի կնքված պայմանագրի շրջանակներում մենք պետք է ել ավելի աշխատենք
որովհետև այդ պայմանագիրը որ կնքված է, դեռ չի նշանակում, որ խոչընդոտներ չկան, այդ հարաբերությունները ավելի բայլավելու, ավելի զարգացնելու համար։ Ռուսաստանի հետ հարաբերությունների չկան։ Ձեր խոսքից հասկացված, որ բոլոր տեսակի պայմանագրերը խզում են Ռուսաստանի հետ։ Տեսեք, պայմանագրերը խզել դա դեռ չի նշանակում, ինչպես որ ասում են, չէ, շատ քաղաքական դաշտում, եթե խզում ես պայմանագիր Ռուսաստանի հետ, ապա դու թշնամանում ես Ռուսաստանի հետ։ Այս օրինակի համար մենք խզում ենք այն պայմանագրերը, որոնք հողի վրա չեն գործում։ Օրինակ ՀԱՏՄ-ն չի գործում։ Օրինակ ՀԱՏՄ-ն օրինակ եթե ինքը գործում է, չէ, գործում է օրինակ, բայց չի գործում մեր շահերին համապատասխան օրինակ։ Օրինակ եթե ես բացատրեմ ինչու, բացատրեմ։ Եթե ՀԱՏՄ-ում մենք գործում ենք, ունենք որոշակի տնտեսական օրինակի համար, հա, շրջանառություն, հարաբերություն, բայց տեսեք ինչ է տեղի ունենում։ Այդ շրջանակում մենք զրկվում ենք ուրեմն այդ անվտանգության հարցերի, որոշակի կարևոր հարցերից։ Օրինակ իրենք մեզ կառավարում են։ Տնտեսական այդ ձևաչափում համագործակցությունը մեզ ուղիղ կառավարում են այդ Ռուսաստանը, այսինքն ճնշում է գործադրում մեզ վրա, չէ՞։ Մենք հապկում ենք, ճնշում չի գործադրում մեզ վրա։ Գործում է, չէ՞։ Այսինքն հետևաբար երբ որ մենք տնտեսության հարցը կարգավորում ենք, դա ամենակարևոր բաղադրիչներից մեկն է, որը բերում է անվտանգություն, հետաքրքրություն։ Եթե ՀԱՏՄ-ից դուրս են գալի, տնտեսական հարցը որտեղ կարգավորում, այլ խառնվում է։ Չէ, մենք դուրս գալուց պետք է, տեսեք, մենք հայկական այդ մատիվներով չուղղորդվենք, ինչի նկատի ունեմ։ Գազը տալիս են, ասեմ ինչպես, մենք եթե դուրս են գալիս, գազը թանկ են տալիս։ Չէ, տեսեք, ասեմ, մենք դուրս չենք գալիս այնպես, որ միանգամից չհաշվարկենք ու դուրս գանք։ Ես երբ որ ասում եմ դուրս գալ, ես նկատի ունեմ դա անել քաղաքագիտական մտքին համապատասխան, գործողության համապատասխան, այսինքն որպեսզի հնարավոր փոքր վնասներով մենք դուրս գանք։ Ես դա նկատի ունեմ։ Բայց դուրս գալը դա պարտադիր է, որպեսզի մենք չկաշկանդվենք աշխարհի հետ ճիշտ հարաբերվելու։ Եվ Կարապետյան, խնդրեմ անվտանգությունը եւ խաղաղությունը ինչպես է ձեր ուժը պատրաստվում ապահովել։ Շնորհակալություն հրավերի համար եւ ողջունում եմ քննարկման մասնակիցներին։ Նոր ռեֆորմիստական կուսակցությունը գիտեք որ ձևավորվել է 18-21 թվականներին, ուրեմն Երևանի քաղաքապետանում գործող վարչակազմի եւ քաղաքապետ Հայկ Մարությանի համախոհների թիմի կորիզի հիման վրա մենք սոցիալ-դեմոկրատական կուսակցություն ենք եւ մեր գլխավոր առաջնահերթություններից մեկը եվրոպական ինտեգրացիան է եւ եվրոպականացումը երկրին, ինչը նաեւ որոշ այլ ասպեկտներին զուգահեռ նաեւ ենթադրում է անվտանգության խնդիրների լուծումը։ Մենք տեսել ենք, որ վերջին 30 տարիների ընթացքում երկիրը իր անվտանգությունը փորձել է կառուցել Ռուսաստանի պաշտպանության, հա, առանցքի շուրջ, Ռուսաստանի հովանոցի ներքո, սակայն 20-23 թվականների հատկապես իրադարձությունները ցույց տվեցին, որ այդ հովանոցը, այդ անձրևանոցը մեզ չի պաշտպանում, հետևաբար առանց նեղանալու, առանց թշնամանալու պետք է փորձել եւ առանց հեղեղուկ քայլերի պետք է փորձել գտնել անվտանգության այլընտրանքներ եւ այդ առումով ինչ վերաբերում է խաղաղության օրինակ հենց եվրոպական ինտեգրացիան եւ ինտեգրացիան նաեւ նոր պարտներների հետ վերջին տարիներին մենք տեսնում ենք որ ոչ մի եվրոպական պետություն ռուսներն ասում են ձեզ անվտանգության երաշխիք չի տալիս։ Ցույց տվեք մեկ պայմանագիր, որով այդ երաշխիքը մեզ տալիս են եվրոպացիները։ Եթե նախքան դուք քիչ առաջ հիշատակեցիք Ֆրանսիայի հետ կնքված եւ նաեւ Ամերիկայի միացյալ կա որոշակի իրավապայմանագրային բազա, դա համեմատելի չէ այսօր Ռուսաստանի հետ գոյություն ունեցող պայմանագրերի հետ եւ հենց մեր ուրեմն իշխանության գալու, հա, ազգային ժողովում մասնակցություն ունենալու նպատակներից մեկն էլ այդ ուղղությամբ աշխատանք տանելն է, հա, մենք տեսնում ենք, որ գործող իշխանությունը 18 թվականից ի վեր մի քանի անգամ փոխել է իր աշխարհաքաղաքական նախասիրությունները կամ ուղղվածությունները, վեկտորները, մենք համարում ենք դա անհետևողական, արկածախնդիր եւ հեղեղուկ քաղաքականություն, ինչը աղետների է բերել պետությունը եւ ի վերջո համենայն դեպս 25 թվականի օգոստոսին Ամերիկայի Միացյալ Նահանգների գործընկերների ակտիվ մասնակցության շնորհիվ կնքվել է Վաշինգտոնի համաձայնագիրը եւ մենք այն քիչ ընդդիմադիր կուսակցություններից ենք
միգուցե միակը, որ ուրեմն այդ պայմանագրերի ստորագրումը անվերապահորեն բարենպաստ ենք համարել գործող պայմաններ։ Դուրս եք գալիս Ռուսաստանի հետ պայմանագրային պարտավորություններից, հետո սկսում եք Եվրոպայի հետ աշխատել, ճիշտ եմ հասկանում։ Ներողություն, ժամանակագրական սկսում եք Եվրոպայի հետ աշխատել եւ դուրս եք գալիս։ Պետք է զուգահեռ աշխատել բոլոր գործընկերների հետ, որպեսզի նվազագույնին հասցնենք ռիսկերը, հա, այսինքն նույն տնտեսական ոլորտում, նույն էներգետիկ։ Հիմա Ռուսաստանից օրը մեջ հայտարարություններ են լինում, սպառնալիքներ, ասենք ուկրաինացում, տնտեսական որոշակի պատժամիջոցներ։ Դուք գալով իշխանության, երբ խորացնում եք ձեր համագործակցությունը եվրոպական կառույցների հետ, ինչպես եք պայքարում Ռուսաստանից եկող սպառնալիքների դեմ։ Շատ լավ։ Նախ Ռուսաստանից եկող սպառնալիքները բազմաշերտ են եւ բազմամակարդակ, հա, օրինակ դուք օգտագործեցիք ուկրաինացում տերմինը, ես չեմ լսել, որ Ռուսաստանի նախագահը կամ ինչ-որ բարձրաստիճան պաշտոնյա նման տերմինաբանություն օգտագործի։ Նույն կերպ էլ Հայաստանում տարբեր падգամավորներ, տարբեր փորձագետներ կարող են տարբեր ուրեմն բառակապակցություններ եւ տերմիններ օգտագործել, որոնք կարող են ռուսաստանցի կամ եվրոպացի մեր գործընկերներին դուր չգալ։ Չէ, իհարկե որոշ առումով կա բլեֆ, որոշ առումով կա ճնշում Ռուսաստանի կողմից, բարձրագույն ղեկավարության կողմից, ընդ որում եւ ուրեմն նրանք ենթադրում են, որ տարբեր սցենարներ են քննարկում եւ ընդդիմության իշխանության գալու պարագայում եւ իշխանության վերարտադրվելու պայմաններում։ Եվ ով վերջ-վերջո մեր անվտանգությունը երաշխավորում։ Մեր ուրեմն անվտանգային ոլորտում մենք ունենք համոզմունք, որ պետք է հրաժարվել անդամակցության ֆորմատով ռազմական բլոկերին անդամակցությունից, որտեղ մի կողմից տեսնում ենք ՀԱՊԿ չի պաշտպանում, իսկ ՆԱՏՕ-ին անդամակցության ձգտումը կարող է անդառնալի հետևանքներ բերել։ Ով մենք մեր հիմնական գործընկերների հետ միասին, հիմնական գործընկերներն են Ֆրանսիան, Եվրամիությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգները, իհարկե շարունակելով հնարավորին չափ պահպանել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Սակայն այդ առումով, չէ, մենք ունենք անվտանգության հիմնական մեր ուրեմն առանցքը դա հայկական բանակն է։ Իհարկե հայկական բանակը եւ չէ, այսինքն դուք կարծում եք, որ հայկական բանակ չունենք մենք, պարոն Ղազարյան։ Ես ասում եմ, այսինքն ոչ ոք։ Հայկական բանակը եւ հայ հասարակությունը եւ հայ տնտեսությունը, հայ տնտեսություն չի լինում։ Հայաստանի տնտեսությունն է լինում եւ լինում են արտաքին տնտեսական կապեր։ Հիմա որ պետությունն է, ես ասում եմ, երաշխավորելու մենք անվտանգությունը։ Դուք ասում եք մենք բանակ ունենք։ Ես չեմ կարծում, որ պետք է մենք ապավինենք որևէ պետության երաշխավորության։ Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորությունը առաջին, երկրորդ եւ վերջին հերթին Հայաստանի Հանրապետության բանակն է։ Հայաստանի Հանրապետության բազմավեկտոր եւ բալանսավորված քաղաքականությունն է եւ մի կարևոր շեշտադրումով, որ մենք պետք է ձգտենք եվրոինտեգրացիայի, մենք պետք է մեզ համար նշաձող սահմանենք եւ ներքին քաղաքականությունում եւ արտաքին ինտեգրացիոն process-ներում երկրի եվրոպականացումը եւ եվրոինտեգրացիան եւ այդ հարցում կարևոր համալրում եւ այդ հարցում հետեւողական լինենք, որտեւ երբ մենք դառնում ենք մի օր Ռուսաստանի լավ բարեկամը, մյուս օր Եվրոպայի լավ բարեկամը, մյուս օրը չգիտեմ ում բարեկամը, այդ դեպքում եւ առաջինի եւ երկրորդի եւ երրորդի մոտ կորցնում ենք վստահելի բազմավեկտոր, հենց բազմավեկտորը դա նշանակում է լավ բարեկամ լինել եւ բազմավեկտորը նշանակում է չթշնամանալ ոչ մեկի հետ, բայց առաջնահերթությունը եվրոպականացում։ Շատ լավ։ Պարոն Փաջյան, ձեր ուժի տեսակետը ինչպես եք պատկերացնում անվտանգության ապահովումը։ Նախ շնորհակալություն հրավերի համար։ Ես որպեսզի բանավեճը ընթանա ավելի կառուցողական եւ առողջ մթնոլորտում, ցանկանում եմ, որ համաձայնության գանք որոշ սկզբունքների շուրջ։ Նախ, որ անկախ մեր քաղաքական դիրքորոշումներից բոլորս միտված ենք, որպեսզի երկիրը զարգանա եւ անվտանգություն ապահովենք։ Իսկ անվտանգությունը համընդգրկուն եւ բազմաշերտ հասկացողություն է, որը ներառում է իր մեջ քաղաքական, տնտեսական, ռազմական, ադմինիստրատիվ ոստիկանական, սոցիալ-հոգեբանական, ֆիզիկա-աշխարհագրական, տեղեկատվական, կիբեր բոլոր ոլորտները։ Այսինքն բոլորս պատասխանատու ենք, անկախ կուսակցական ուղղվածությունից, պատկերացումներից եւ այլն, բոլորս մեր հերթին պատասխանատու ենք երկրի անվտանգության համար։ Բոլորս գործում ենք մի ճամբարում եւ գտնվում ենք մի խրամատում։ Մեր
կուսակցության, Հայաստանի Շնորհապետական կուսակցության սկզբունքն է, որ հույսներս պետք է դնենք միայն մեր վրա։ Մենք ունենք բազմաթիվ օրինակներ նմանատիպ աշխարհում, առաջինը Շվեյցարիան է, որը կառուցել է բազմաշերտ խորը պաշտպանություն եւ երկար ժամանակ արդեն ոչ մի երկիր ռիսկ չի անում ուղղակի նայել Շվեյցարիայի ուղղությամբ ռազմական Մի քիչ տեսանկյունից։ աշխարհագրությունը տարբեր չի Շվեյցարիայից։ Տարբեր է, բայց եթե Եկեք մեր տարբերության մասին խոսենք։ հա, բայց եկեք հիշենք, Թուրքիան ճշնամական պետություն է։ եկեք հիշենք Թուրքիան ճշնամական պետություն է, թե ոչ։ այս պահին դոկտրինայի մեջ, Թուրքիայի դոկտրինայի մեջ Հայաստանը չի դիտարկվում որպես ճշնամական պետություն։ Ճշնամական չի Ադրբեջանը։ Ադրբեջանը իմ պատկերացմամբ, մեր կուսակցության պատկերացմամբ առայժմ ճշնամական պետություն է, մինչև չեն լուծվել այն բոլոր Ոնց ենք այդ հիմնախնդիրները։ ճշնամանքի դեմը առնում։ Ասացինք, կառուցում ենք բազմաշերտ զարգացած պաշտպանության համակարգ։ Դա ինչ է նշանակում։ Այսինքն խորը էշելոնացված պաշտպանություն տարբեր շերտերով, խրամողիներով, որոնք ծածկված են, միացված են իրար, ճանապարհները պաշտպանված են, Բայց դու գիտեք, որ մեր եւ Ադրբեջանի ռազմական բյուջեների մեջ կոնե այս պահի դրությամբ շատ մեծ ճեղք կա։ Այդ ճեղքը ինչպես եք լրացնում, որպեսզի կարողանանք սպառնալիքները կանխենք։ Ճեղքերը սովորաբար լրացվում են տնտեսության զարգացմամբ, Բայց իրանք նավթ ունեն, մենք չունենք եւ դժվար է հետևներից հասնել։ մենք այս պահին չենք պատրաստվում Ադրբեջանի հետ ոչ մի ռազմական գործողությունների։ Դուք ասեք ճշնամի են, ճշնամին ինչ գիտեք, վաղը ինչ ձևի կզարթնի։ Ոչ ոք էլ չգիտի։ Մենք նույնիսկ չգիտենք, որ ճշնամի չհամարվող Թուրքիան ինչ կերպ կվարվի կամ բարեկամ համարվող Ռուսաստանը ինչպես վարվեց մեր հետ։ Այսինքն բազմաշերտ էշելոններով։ Բազմաշերտ էշելոնացված փոխում ենք զինվորի հոգեբանությունը, որովհետև այս պահին մենք ունենք ոչ թե զինվոր, այլ սալդատ։ Այն մոտեցմամբ, որ կոտրում ենք զինվորի հոգեբանությունը, ես սպա եմ, երկար տարիներ ծառայել եմ հայկական բանակում։ Ես տեսել եմ ինչպես են ու հիմա շարունակվում է կոտրում զինվորի հոգեբանությունը, նրան տղամարդկային արժանապատվությանը կպնելով։ Մենք պետք է բանակից հանենք մաքրություն գաղափարը, որ զինվորը բացի իր սեփական մաքրությունից զբաղվի տարածքի կացարանների եւ այլն մաքրությամբ։ Շարային պատրաստությունը ընդհանրապես անպետք, անօգնական բան է։ Դուք հիմա լուրջ կարծում եք դրանք մեր գլխավոր խնդիրներն են։ Դրանք պետք են, որպեսզի ներքևից վերև մաքրելով բարձրանանք։ Զինվորի հոգեբանությունը փոխելով մենք կստանանք մարտիկ, զինվորից կստանանք մարտիկ, մեր կուսակցությունը կողմ է, որ զինվորի ծառայությունը 1.5 տարուց դառնա 1 տարի։ Այսինքն 6 ամիս պատրաստություն, Թուրքական բանակը գիտեք ինչքան է։ Ես թուրքական բանակին շատ ծանոթ եմ, քանի որ տարիներ շարունակ քանակապես, չէ, քանակապես հիմա չեմ կարող ասել։ Միլիոնանց։ Հա, Ադրբեջանն էլ ոչից։ Ոնց ենք դիմակայում։ Ասենք թե զինվորի հոգեբանությունը շտկեցինք, հետո։ Բավարար է։ Իսկ Իսրայելի բանակը քանակապես ինչքան է։ Եւ Հարց եմ տալիս, ինչքան էր։ Մենք չունենք։ Ինչքան էր Իսրայելը ունի ժամանակակից դրոններ։ Մերը չգիտեմ դա։ Ինչքան էր 6-օրյա պատերազմի ժամանակ ու ովքեր էին իրենց Իսրայելը հակառակորդները։ 6-օրյա պատերազմի ժամանակ հայմատությունը կոռեկտ չի, որովհետև ցամաքային պատերազմի մեջ չի մտել։ Երբ որ ցամաքային պատերազմի մեջ կմտնի, այդ կտեսնենք։ Ցամաքային պատերազմի Միացյալ Նահանգներ գործընկեր։ Դուք ասում եք, որ մեզ արտաքին գործընկերներ պետք չեն։ Մենք հույսը պետք է դնենք մեր վրա։ Հետևաբար ո՞նց ենք ապահովում։ Ես չասացի արտաքին գործընկերներ պետք չեն, արտաքին գործընկերները անհրաժեշտ են։ Ես ինքս սովորել եմ նատոյական համարյա բոլոր ռազմական ուսումնական հաստատություններում, սկսած Ամերիկայից, նատոյական բլոկի պետությունները, բայց չանդամակցելով ՆԱՏՕ-ին։ Թուրքիան։ Ոչ։ Նատոյական բլոկի պետություն։ Պետություններ, որոնք մենք չենք անդամակցում։ Ֆրանսիա, ԱՄՆ, Գերմանիա, Անգլիա, մենք բազմաթիվ նատոյական բլոկի պետություն։ Զորք են բերում Հայաստան։ Ոչ, զորքի մասին խոսք չկա, զորք երբեք ոչ մի պետություն չի պատրաստվելու մտցնի իր դաշնակից պետության տարածք։ Մենք ասում ենք, որ ռազմական, ռազմատեխնիկական, կրթական եւ այլ ծրագրերով աջակցության շնորհիվ մեր պետությունը, մեր ռազմական կարողությունները կբարձրացնենք այն մակարդակի, որ կարողանանք դիմակայել մեր թշնամիներին տարածաշրջանում։ Հասկանալի է։ Պարոն Սաֆարյան, Ազգային ժողովրդավարական բևեռ համահայկական կուսակցության անդամ։ Նախ խաղաղության մասին խոսելիս պետք է նայել, թե ինչ գործընթացներ են աշխարհում տեղի ունենում։
Այսօր մենք տեսնում ենք, որ աշխարհի ամենախաղաղ տարածաշրջանը Եվրոպան տոտալ պատրաստվում է պատերազմի։ Բոլորը, թե խոշորները, թե փոքրերը։ Հիմա տեսնենք մեր տարածաշրջանը։ Մի կողմից Իրանն է իր բոլոր կոնֆլիկտներով, մյուս կողմից Թուրքիան է իր բոլոր կոնֆլիկտներով։ Մի քիչ այն կողմ Մերձավոր Արևելքը իր բոլոր կոնֆլիկտներով, միջինասիական պետությունները իրենց կոնֆլիկտներով, յետսովետական տարածաշրջան Ռուսաստան իր կոնֆլիկտածին էությամբ, ռուս-ուկրաինական պատերազմ, որը համաշխարհային պատերազմի բնույթ ունի։ Տարածաշրջանը վառվում է կրակների մեջ, իսկ Հայաստանի իշխանությունները խաբում են հայ ժողովրդին խաղաղություն բառով։ Այսինքն մենք պիտի հասկանանք, որ մեր տարածաշրջանին մոտակա 50 տարիները խաղաղություն չի սպառնում եւ այդտեղ մեր գործոնը չկա Ինչու 50։ Դժվարանում եմ դրանից ավելին քննարկել։ Համենայն դեպս դա իմ կարծիքն է։ Տարածաշրջանը խաղաղ չէ։ Սա մենք պետք է ֆիքսենք։ Ինչ վերաբերում է իսկ այդ պարագայում հարց կառաջանա որոշ մարդկանց մոտ։ Օրինակ հիմա Իրանում պատերազմ է, խոշոր պատերազմ է, եւ ինչի օրինակ Ադրբեջանը չի օգտվում առիթից եւ չի ներխուժում օրինակ Սյունիք, որովհետեւ առկա է ԱՄՆ-ի եւ Իրանի բավականին կոշտ քաղաքական արգելքը։ Հիշեցնեմ, որ ժամանակին, երբ որ նրանք ներխուժեցին եւ ռմբակոծեցին Ջերմուկի ուրեմն բնակելի տարածքները, ներխուժեցին Ջերմուկի տարածք, եղավ այն ժամանակ բայդենական ադմինիստրացիայի զանգը եւ զորքերը հետ գնացին։ Պարոն Սաֆարյան, մեր հարցն այն մասին է, թե ինչպես է ապահովելու Որտեղ դուք Հայաստանի այո, անվտանգությունը։ Բավականին երկար նախապատմություն է տարած ասում։ գնաք։ Չէ, պետք է աշխարհը, Հասկացանք աշխարհը, ես խոսեցի մեր տարածաշրջանի մասին։ Ինչ անել։ Այո։ Եվ սակայն քաղաքական պաշտպանությունները հավերժ չեն։ Նրանք այսօր կան, վաղը չկան։ Եվ Ինչ ենք մենք առաջարկում։ Պաշտպանական համակարգը մեր պատկերացմամբ ունի երկու առանցք։ Մեկը դա ազգբանակ պաշտպանական համակարգն է։ Մենք Հայաստանում միակ քաղաքական ուժն ենք, որ այս առաջարկը արել ենք դեռ 10 տարուց ավել առաջ եւ գրել ենք դրա համապատասխան հայեցակարգը։ Սա համակարգ է, այստեղ խոսվեց օրինակ Շվեյցարիայի մասին, ըստ էության ընդհանուր առմամբ շվեյցարական մոտեցում է, սակայն նաև իհարկե մեր տարածաշրջանի խնդիրները հաշվի առնելով։ Երկրորդ կոմպոնենտը դա դիվանագիտությունն է, այսինքն միջպետական հարաբերություններն են, որոնք պետք է հիմնվեն պետական շահի վրա։ Որոնք են այն պետությունները, որոնց հետ մեր ռազմավարական շահը համընկնում է։ Դա Ֆրանսիան է, դա Հունաստանն է, դա Հնդկաստանն է, Իրանն է, ԱՄՆ-ն է։ Եվ որտեղ է համընկնումները։ Նայեք, օրեր առաջ եղավ հանդիպում Ֆրանսիայի եւ Հունաստանի ղեկավարների միջև եւ Ֆրանսիայի նախագահան հայտարարեց, որ եթե կլինի հույն ֆրանսիական բախում, ապա Ֆրանսիան ֆրանսիական բախում, հույն թուրքական բախում, ապա Ֆրանսիան կկանգնի Հունաստանի թիկունքին։ Հիշեցնեմ, որ երբ որ թուրքական նավթի հետախուզական նավը մտավ հունական ջրեր, հայտարարելով, որ սա թուրքական ջրեր են, րոպեներ անց Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը հայտնվեց այդ նավի գլխին եւ ստիպեց նրան կանգնել։ Հետագայում ֆրանսիական եւ ամերիկյան Կարանք այնուամենայնիվ գանք Հայաստան։ Գալիս եմ Հայաստան, ֆրանսիական եւ ամերիկյան նավերը այդ նավը դուրս բերեցին։ Այսինքն, այս պետությունները եւ հիշենք կարճ ժամանակ առաջ Եվրոպական խորհուրդը ընդունեց մի բանաձև, որը վերաբերվում էր Հայաստանին եւ նշեց, որ Արցախահայությունը, որը ցեղասպանության արդյունքում դուրս է եկել ուրեմն Արցախից, իրավունք ունի վերադառնալ Արցախ։ Սրան ի պատասխան Հայաստանի իշխանությունները ասեցին, մենք այդ իրավունքից պետք է հրաժարվենք։ Ինչու են եվրոպացիները սա անում։ Որովհետև նրանք շատ ժամանակը ներողություն սահմանափակ են։ Շատ լավ։ Նրանք շատ լավ հասկանում են, որ Թուրքիան իրենց համար վտանգ է։ Հայաստանը փակում է թուրքական աշխարհի ճանապարհը։ Այս իշխան ինչպես փակում են։ Այո, այս իշխանությունները ասում են մենք չենք փակի, թող գան հզորանան։ Ինչի են եվրոպացիները Հնդկաստանը մեզ աջակցում, որովհետև նրանք գիտեն թուրքական աշխարհը վերջում կոտրվելու է իրենց գլխին։ Եվ մենք պետք է օգտվենք իդեպ այդ մոտեցումը, երբ որ դուք ասում եք
իսկ ֆրանսիական կամ ամերիկյան կամ այլ պետության զինվորը գալու է այստեղ մեր փոխարեն կռվի, իհարկե չի գա։ Մենք պետք է Հնդկաստանի համար կռվենք այստեղ։ Մենք մեր համար ենք կռվում։ Այ հենց այստեղ է Մեզ ինչ թող խնդիրը, գնան, ինչ ուզում են մեր եւ եվրոպացիների կամ Հնդկաստանի շահերը իրար համընկնում են։ Ուղիղ կարճ նախադասությամբ ինչպես եք պատրաստվում ապահովել Հայաստանի անվտանգությունը, երբ գալիս եք իշխանության։ Երկու գործոնով՝ ազգ-բանակ պաշտպանական համակարգի ձևավորման եւ Այսինքն դա ինչ է ենթադրում իրենից։ Ասում եք կարճ։ Ազգ-բանակ պաշտպանական համակարգը համապարփակ պաշտպանական համակարգ է, նախագիծը կա, հրապարակված է, մեր ոստատիկտողները կարող են համացանցում գտնել։ Ըստ էության, եթե մենք կարճ ենք ձևակերպում, դա ազգի ամբողջական ռեսուրսը, տնտեսական, ռազմական եւ այլ բնույթի ռեսուրսը ստեղծել այնպես, որ անհրաժեշտության դեպքում այն կիրառվի պաշտպանության համար։ Պարզ մի օրինակ բերեմ։ Օրինակ մենք զարգացնում ենք արդյունաբերությունը, դրա համար ստեղծված չափորոշիչները այնպիսին պիտի լինեն, որ արդյունաբերությունը կարողանա քաղաքացիական բնույթից անհրաժեշտության դեպքում արագ տեղափոխվի ռազմական բնույթի։ Այսինքն պաշտպանական համակարգ, որտեղ ներգրավված են բոլորը, տեղական ինքնակառավարման մարմիններ, յուրաքանչյուր քաղաքացուց մինչև երկրի ղեկավար։ Շատ բարդ համակարգ է։ Երկրորդ հանգամանքը դա այստեղ օրինակ դուք հարց շոշափեցիք, թե ուրեմն Ադրբեջանի տնտեսական հնարավորությունները ավելի մեծ են, քան մեր։ Խոսեցիք նաև այն մասին, որ Թուրքիայի բանակն է մեծ։ Եվ այստեղ հարց է առաջանում։ Իսկ որքան էր հզոր ԱՄՆ-ն Վիետնամի կեսից։ Վիետնամի կեսը պատերազմելով Վիետնամի մյուս կեսի դեմ հաղթեց աշխարհի ամենահզոր պետությանը, օգտագործելով դարավոր այն մոտեցումը, որ թշնամուց թշնամին իմ բարեկամն է, ստանալով Ռուսաստանից եւ Չինաստանից ահռելի աջակցություն։ Նույն մոտեցումը մենք պիտի օգտագործենք։ Ինչի ես սկսեցի Թուրքիայի եւ Ադրբեջանի թշնամիների եւ համագործակցություն։ Ինչու ես նշեցի թուրքական գործոնը, մեզ աջակցում են Թուրքիայի թշնամիներն ովքեր են, որ գտնենք։ Միացյալ Նահանգները դաշնակիցը, Ռուսաստանի դաշնակիցը։ Ֆրանսիա, Հունաստան, Մակրոնն ասա, որ ինքը թշնամի է։ Կներեք, չէ, դա քաղաքական վերլուծությունն է ասում։ Ֆրանսիա, Հունաստան, Հնդկաստան, Իրան, ԱՄՆ, սրանք պետություններ են, որոնք այո, ուղիղ առճակատման մեջ չեն գտնվում Թուրքիայի հետ, սակայն նրանց ռազմավարական շահերը չեն համընկնում։ Շատ լավ, հասկանալի է։ Պարոն Նահապետյան, նախ խնդրում եմ ասեք, այսինչ բարձ է, քնելու եք կեսից։ Ես կարծում եմ, որ վարպետը պետք է իր գործիքով գա։ Եվ քանի որ միջավայրն այնպեսին է, որ բանավեճի միջավայրը չէ, ընդհանուր նախընտրական քաղաքական միջավայրն այնպեսին է, որ մոդան թելադրում է քաղաքացիների գլխի տակ փափուկ բարձ դնելու process, ես պարզապես իմ գործիքով եմ եկել։ Հիմա դուք ում նկատի ունեք։ Օրինակ ձեր գործընկերները փափուկ բարձ էին դնում։ Եկեք ես ասեմ, ինչի նկատի ունեի, հետո կպատասխանեմ բոլոր հարցերին։ Սկզբի համար ես ուզում եմ դիմել մեր քաղաքացիներին։ Մենք ապրում ենք աբսուրդի մի թատրոնում, որտեղ մեր անվտանգության խնդրին առաջարկվում է երկու հիմնական պոպուլյար լուծում։ Առաջինը հնազանդվել մեզ ուղղված ագրեսիվ պահանջների։ Դուք մեզ նայեք, խցիկը ձեզ ցույց կտա նորմալ։ Ես քաղաքացիների հետ խոսում եմ։ Դուք Արշակ Սադրյանը չեք, sense որ մեզ նայում եք, ելի քաղաքացիների հետ եք խոսում։ Ձեր միջոցով քաղաքացիների հետ խոսալու փոխարեն ուզում եմ ուղիղ քաղաքացիների։ Խնդրեմ, ոնց հարմար է։ Ինձ թվում է բանավեճի ֆորմատը բոլոր հնարավոր տարբերակներն օգտագործելու համար է։ Մեզ առաջարկվում է երկու լուծում։ Առաջինը հնազանդություն մեզ ուղղված ագրեսիվ պահանջներին եւ այդ դեպքում մեզ գուցե կգթան, գուցե կխնայեն։ Իշխանությունների, բայց ավարտեմ էլի պարոն Ղազարյան։ Եվ երկրորդ լուծումը հանձնվել մեծ եւ ողորմած եղբայրների հոգացությանը։ Ահա այս ամենի շուրջապարփակված մեր անվտանգության մասին Հայաստանում ամենապոպուլյար երկու քաղաքական հոսանքների գաղափարները։ Մենք այս բոլորին դեմ ենք եւ մենք պետքա կոտրենք այս դիլեման առաջարկելով ու առաջ քաշելով մեր պահանջմունքները որպես քաղաքացիներ եւ ստեղծելով պայմաններ, որ մեր պահանջմունքները բավարարվեն։ Լսում եմ ձեր հարցերը։ Պարոն Նահապետյան, կոտրելուց հետո մի փոքր դժվարություն կա, ինչ որ նոր բան ստեղծել։ Հիմա որ դուք կոտրում եք այդ երկու, այսպես ասած, դիսկուրսը, գաղափարախոսությունը, որը կա։ Ինչ եք դրա դիմաց առաջարկում։ Եվ երկրորդ, ես երկրորդ եմ ասում, գիտեք, մեզ խոսալը հեշտ է, բայց երբ որ կա հսկայական Ռուսաստանը, որը ասում է, ասես մի արեք, մենք ձեզ կօգնենք, լավը չենք եղել, բայց մենք հզոր ատոմային
պետություն ենք եւ այլն, այլ տնտեսական բաները չասեմ։ Մյուս կողմից կա արևմուտքը, եւ ես մի կողմ ասում արևմուտքի հետ, այնտեղ Եվրոպան, Ֆրանսիան, Միացյալ Նահանգները, դուք ասում եք դե դի միա դա մեսել։ Տեսեք, Եվ էշին ինչքան ուզում է պրոֆեսիոնալ ներկես, դրանից զեբր չի դառնում։ Մարդու քաղաքացու փորձառու հզոր աշխատանք պատասխան է։ Հիմա գալով ձեր հարցի տեխնիկական մասին, հայերի ամենասիրած բանը հետեւյալն է, երբ որ հարցը հասնում է լուծումներ տալու այդ կետին, որ ասենք պարզ է դարել խնդիրը, այ կոնկրետ սրա վրա պետքա գործ անել։ Ասում են, դե եկեք մի քիչ գլոբալ նայենք, կյանքը այդպես պրիմիտիվ չի, էլի, աշխարհ քաղաքական բաներ կա, դե բանակ սարքելով չի, հոես անելով չի, այն անելով չի։ Մեր անվտանգության խնդիրները հաճախ հանգում են շատ պարզ տեխնիկական խնդիրներ լուծելուն։ Բայց հենց հարցը ասում ատեղ ոչ մի ձև այդ գործը առաջ չի գնում, որովհետեւ մենք ասում ենք եկեք մի հատ գնանք այն նոյնահապետի վախծվանից գանք տենանք այդ նավը ճիշտ էր սարքած, որ իջավ Արարատ սարի գլխին եւ արդյոք ճիշտ տեղ իջավ թե մեջը Yandex-ի նավիգատոր էր ռուսական ծրագրով դրա համար սխալ տեղ իջավ մեզ կրակը գցեց։ Հետո նոր կանցնենք բուն գործերին։ Գործերը անթիվ անհամար շատ པարզ գործեր են։ 2020 թվականից անցել է 6 տարի։ Հայաստանի պահպանվող սահմանի ամբողջ երկայնքով հնարավոր էր ամեն կիլոմետրի հաշվով 3 հատ նորմալ պրոֆեսիոնալ դիպուկահար կրթել։ Հնարավոր է թե չէ, բայց եկեք գլոբալ նայենք հարցերին, որովհետև դա այդպես պրիմիտիվ չի, ինձ Ռուսաստան կա, Թուրքիա կա։ Այսքան շինարարական թույլտվություն է տվել Հայաստանի համայնքները, հանրապետությունը եւ այլն։ Ահռելի քանակի շինտեխնիկա է աշխատում Հայաստանում։ Հնարավոր է օրենք ընդունել, որ բոլոր այն շինարարական կազմակերպությունները, որոնք ստանում են շինարարություն անելու իրավունք, պարտավոր են որոշակի քվոտայով այդ տեխնիկան ծառայացնել սահմաններում ամրաշինական աշխատանքներ անելուն։ Հնարավոր է։ Ու հազար ու մի այսպիսի հնարավորություններ կա, բայց Հայաստանում գործող այս աբսուրդի թատրոնի պայմաններում այդ բոլոր պարզ հասկանալի գործերը պրավալ են գնալու, այդ բոլոր գործերը չեն լուծվելու, որովհետև Հայաստանի գերիշխող քաղաքական հոսանքի ներկայացուցիչները չեն վախում քաղաքացիներից հասումից եւ պատասխանատվությունից, որովհետև ոչ ընտրությունները, ոչ մյուս մեխանիզմները հնարավորություն չեն տալիս նոր մտքերի ձևավորման եւ ամենակարևորը հնարավորություն չեն տալիս մերժման գոյություն ունեցող մտքերի։ Դրա համար մենք ներդնելու ենք բոլորին դեմ եմ քվեաթերթիկը, հունիսի 7-ին կոչ ենք անում քաղաքացիներին գալ քվեարկել բոլորին դեմ եմ, հստակ ցույց տալ, որ մենք այս դիլեմայի մեջ չենք ուզում ապրել, մեզ նոր բաներ է պետք եւ խաղի կանոնների փոփոխության արդյունքում ի վերջո եկեք ընտրական կոնտեքստից դուրս մարդու անուն տամ, էլի, ով որ մտածել է որ ձայն կփոշիացնի, օրինակ չի մասնակցել։ Ձեր մեր բավականին բարբերաբար առաջ տենց էր։ Ձեզ հյուր եկող Սամվել Բաբայանի մասին խոսենք։ Այդ մարդը տեխնիկական լիքը լուծումներ է առաջարկում։ Երբեք իր առաջարկած լուծումները չեն ունենալու 100-150 հազար ձայնի պոպուլյարություն։ Տարբեր պայմաններից ելնելով։ Հիմա որ ընտրական շեմը մի տոկոս լինի, այդ մարդը լինի պարլամենտում։ Օգուտ կտայինք այս երկրին, թե վնաս, այդ հարցին թող մարդիկ պատասխանեն։ Շատ լավ։ Մարդիկ դուք պատասխանեք այդ հարցին։ Հիմա սիրելի հեռուստադիտողներ, դուք գիտեք, որ մենք Ադրբեջանի հետ ունենք տիկնակ եւ բանակ նախաստորագրված պայմանագիր։ Հարցը այսպեսին է. գալով իշխանության, դուք ստորագրելու եք այդ պայմանագիրը, թե ռևիզիայի եք ենթարկելու։ Խնդրեմ, սկսենք ստեղից։ Շնորհակալություն։ Տեսեք, խաղաղությունը ելնելով Բայց մի բան ճիշտ ասես, պարոն Ապետյանը, եկեք նոյից չգանք։ Տեղափոխվենք, վերջի 10 տարուց գոնե սկսենք։ Խնդրեմ։ Շնորհակալություն։ Կարծում եմ ես չեմ եկել շատ հեռուներից, եթե ինձ նկատի ունեք, Ես մտքերը նկատի ունեմ։ Հա, շատ լավ։ Խաղաղությունը անհրաժեշտություն այս պայդրությամբ, բայց յուրաքանչյուր մարդ կամ քաղաքական ուժ յուրովի են կալում։ Ես գիտեք ինչ եմ երազում, որ հարց եմ տալիս։ Այդ հարցին պատասխանեն։ Ես ասում, ստորագրելու եք։ Դուք ուզում Թե եք ռևիզիայի եք ենթարկում։ Բա ուղիղ ուրիշ ոնց են հարցին Պարոն պատասխանում։ Ղազարյան, եթե ես ուղիղ ասեմ ստորագրելու եմ, տեսեք, ուղիղ ասեմ ստորագրելու ենք, այստեղ հարցը, բայց դուք խոսում եք մի պայմանագրի։ Ասեք այն ինչ որ անելու եք։ Այո, ստորագրելու այո, եք, տեսեք, թե չեք ստորագրելու։ Դες հիմա արդեն կհասնեի պատասխանել ձեր հարցին, դու շատ ինձ ընդհատեցիք ներողություն, պարոն Ղազարյան։ Բայց տեսեք, եթե ես ասեմ ստորագրելու ենք պայմանագիրը, չէ՞։ Ուրեմն դուք կգա որ դուք ստորագրելու եք։ Չէ, դուք ստորագրելու եք, բայց մարդիկ, չէ, մի րոպե, բայց մարդիկ պետք է հասկանան, քաղաքացիները հասկանան, որպեսզի ավելի ճիշտ կողմնորոշվեն, ինչու ստորագրեցին։ Կամ ինչու է պատասխան ստորագրել։ Անելու եք թե չէ, հետո բացատրեք։ Մենք պետք է խորը ուսումնասիրենք։ Ինչը։
ինչը այն առաջարկները, որտեղ կարող են լինել թերություններ, Դեռ չեք ուսումնասիրել այդ պայմանագիրը, որտեղ պայմանագրի նախաստորագրում է տեղի ունեցել, չէ՞, պարոն Ղազարյան։ Հիմա բուն պայմանագրը, երբ որ ստորագրության էտապը մոտիկան է, հազար հարց է փոխվելու։ Դուք լավ գիտեք, նախաստորագրումը նրա համար է, դա նշանակում որ այդ պայմանագիրը այլևս որտեղ նախաստորագրվել է։ Հասկացա։ Բայց չի ստորագրվել։ Նախաստորագրվածը չի փոխվում, եթե այս տեսքով է։ Նախաստորագրումը հենց նրա համար է, որ պայմանագիրը չեն փոխել։ Եկեք խոսենք այն մասին, ինչ ունենք, այս տեսքով ունենք։ Հիմա այս տեսքով դուք ինչ եք պատրաստվում անել այս պայմանագրի։ Այս տեսքով Հայաստանի Հանրապետությունը մեր իշխանություն գալով ստորագրել է այն պայմանով, եթե Հայաստանի Հանրապետության շահերը պաշտպանվելու են լիարժեք։ Այսինքն, եթե մենք ընդհանրապես այդ պայմանագրում պաշտպանված են լիարժեք, թե ոչ։ Այդ պայմանագրում այս պահի դրությամբ, իրադրությամբ պայմանավորված որոշակի չափով պաշտպանված են, որոշակի չափով ոչ։ Հետաբար դուք որոշակի չափով ստորագրելու եք, որոշակի չափով չեք ստորագրելու։ Հետևաբար դե դրա համար եմ ասում, երբ որ կգա կհասնի պահը, բուն ստորագրության, այդ ժամանակ արդեն կարող ենք պատասխանել այդ հարցին։ Որովհետև դուք հասկանում եք ինչ դուք չեք պատասխանի ստորագրելու եք թե չէ։ Դե պատասխանեցի, դա էլ պատասխան է։ Ունենք նախաստորագրված փաստաթուղթ։ Դուք գալով իշխանության ստորագրում եք խաղաղության պայմանագիրը, թե փոփոխություններ եք ենթադրում կամ չեղարկում եք ընդհանրապես։ Քանի որ մեր քաղաքական ուժը առհասարակ հանդես է գալիս քաղաքական համակարգում տարատեսակ ձևավորված միֆեր կոտրելու ու ջարդելու այսպես սկզբունքով։ Դուք կոտրե ջարդե փշրել եք։ Պայմանագիրը ստորագրելու եք թե ոչ։ Շատ լավ, հիմա հարցին պատասխանեմ։ Մենք այս ընտրություններին չենք հավակնում իշխանություն ձևավորելուն։ Հետևաբար, երբ ես խոսում էի հայկական պետության ձևավորման տեսլականի մասին, պետք է այստեղ նաև նշեմ, որ անհրաժեշտ կարևորագույն նախապայմանը իշխանափոխությունն է, որի համար, պարոն Ղազարյան, առաջին հերթին պետք է տեղի ունենա ընդդիմափոխություն։ Այս պայմանագիրը, եթե թեորիապես տեսականորեն դուք գաք իշխանության, ստորագրելու եք, թե ռևիզիայի եք ենթարկելու։ Շատ բարի։ Անդրադառնամ խաղաղության պայմանագրին առհասարակ։ Չէ, պատասխանեք, մի անդրադարձեք։ Այդ պայմանագիրը արդեն կա, նախաստորագրած է, բան փոխել չի լինի։ Ստորագրելու եք թե ոչ։ Եթե պայմանագրի նպատակը խաղաղություն հաստատելն է, ապա նշեմ, որ աշխարհում որևէ տեղ, այն էլ այսօր տեղի ունեցող իրավիճակների պայմաններում խաղաղության փաստաթղթով, այսինքն որևէ պայմանագրով խաղաղություն երաշխավորել հնարավոր չէ։ Խաղաղությունը լինում է շատ դժվար, դաժան, սեփական ազգային ու պետական նպատակներին հասնելու ճանապարհին պայքարի արդյունքում։ Ճիշտ եք ասում, միայն խաղաղության պայմանագրով երաշխիք չէ, որ պատերազմ չի լինի, բայց երաշխիքներից մեկն է։ Հիմա դուք իշխանություն եք, ընդդիմություն եք, ձեր տեսակետը ինչպիսին է, պետք է սա, եթե անգամ դուք չեք իշխանություն, մեկ ուրիշն է։ Ձեր խորհուրդը, ձեր քաղաքական միտքը ինչ է ասում այս մասին, ստորագրել թե չեղարկել։ Բնականաբար խաղաղությունը որևէ ազգու պետություն չի կարող ասել, որ խաղաղությունը պետք է չեղարկվի կամ չլինի։ Պարզապես պայմանագիր, գիտեք, մենք ստորագրել ենք Ադրբեջանի հետ պայմանագիր։ Չէ, թույլ չեմ տալու, մարդիկ պետք է ձեր կարծիքը իմանան, որ իմանան ձեզ ընտրեն թե չընտրեն։ Մեր կարծիքը, պարոն Ղազարյան, ես սկզբունքների տեսանկյունից ձեզ ներկայացրեցի։ Մնացածը խաղաղության պայմանագիրը, որը նախաստորագրվել է, դուք կստորագրեիք թե ոչ։ Պարոն Ղազարյան, ստորագրել կամ չստորագրելը սրանք այսպես ընտրություններ չեն։ Այս ամենի համար անհրաժեշտ է, պարոն Ղազարյան, անհրաժեշտ է ընտրություններ են։ Անհրաժեշտ է համապարփակ տեղեկատվություն, պարոն Ղազարյան, համապարփակ տեղեկատվություն, որին այս պայմաններում բնականաբար որևէ ընդդիմադիր ուժ 100%-ով տիրապետել չի կարող։ Դուք տիրապետում եք 100%-ով։ Պայմանագիրը բաց դրած է տեքստը։ Ստորագրելու եք թե ոչ։ Պարոն Ղազարյան, ես արդեն նշեցի, որ մենք չենք գալիս այս ընտրություններով իշխանության, հետևաբար ձեր այդ հարցի պատասխանը ես միանշանակ այսօր այս պահին հնչեցնել ուղղակի չեմ կարող։ Խնդիր չեք դրել։ Այո։ Շատ լավ։ Խնդրեմ, պարոն Փայտյան։ Շնորհակալություն։ Միանշանակ Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը կողմ է խաղաղության, սակայն որոշ վերապահումներով։ Մեր համար սկզբունքային է Լեռնային Ղարաբաղի, Արցախի Հանրապետության ժողովրդի կարգավիճակը։ Արցախի Հանրապետությունը եւ նրա ժողովուրդը ունեն ինքնորոշման իրավունք։ Պայմանագիրը կստորագրվի խաղաղություն կլինի այն դեպքում,
երբ որ չեն ոտնահարվի մեր հայրենակիցների շահերը։ Փոփոխության եք։ Այսինքն փոփոխության պարագայում մենք կողմ Իսկ ենք, եթե Ադրբեջանը հրաժարվում է, դե պետքա շարունակել բանակցությունները Հասկանալի, չեք ստորագրելու։ Նաև պետք է Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները դուրս գան նույն պայմանագրի պայմաններում, դուրս գան Հայաստանի սուվերեն տարածքներից, որովհետև մենք ճանապարհորդելիս նույնիսկ մեր ճանապարհների մոտ ենք տեսնում իրաց դրոշները։ Պարոն Փաթյան, այսինքն որ գաք իշխանության, այս պայմանագիրը չեղարկելու եք եւ սկսեք վերաբանակցել։ Վերանայելու ենք, վերաբանակցելու ենք առանց պատերազմի հրահրման։ Բայց եթե արդեն գոյություն ունեցող փաստաթուղթը դուք չեղարկում եք, չեք ստեղծում պատերազմի հնարավորություն։ Պատերազմի հնարավորություններ յուրաքանչյուր պարագայում կարող են ստեղծվել։ Փաստաթղթերը ոչ մի պատնեշներ չեն ոչ մի երկրի համար։ Նախաստորագրված, պեչատած ահագին փաստաթղթեր գիտենք, որոնք որ խախտվել են, անցել են, այսինքն պատճառներ կարող են հորինվել յուրաքանչյուր պարագայում։ Ադրբեջանի քաղաքացիները ստորագրված պայմանագրի պարագայում մտան Հայաստան, յուրաքանչյուր պատրվակ կարող է լինել, որ Ադրբեջանի կառավարությունը ասի նեղացրել եք մեր քաղաքացիներին։ Դե դեպքում ընդհանրապես ինչ ենք ստորագրում, ինչ որ բան։ Կանոն ցանկացած պատրվակ գտնեն մագան։ Ես չեմ ասում չենք ստորագրում, ես ասում եմ ստորագրում ենք ոչ թե նվաստացուցիչ պայմաններում։ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը ներառյալ ենք ստորագրում, ելի Ադրբեջանը ամեն պահի կարող է հարձակվել։ Դուք եք ասում, որ երաշխիք չկա։ Ես չեմ ասում, որ ընդհանրապես երաշխիք կա։ Ես ասում եմ յուրաքանչյուր պայմանագրի պարագայում էլ երաշխիք չկա։ Այսինքն այդ թղթերը մեր չեն պաշտպանելու։ Եթե մեր Ղարաբաղ, որ Ադրբեջանի կազմում է, թե անկախ Ղարաբաղ։ Ինքնորոշված անկախ։ Այո, ինքնորոշված տարածաշրջան։ Պարոն Կարապետյան, Կարճ, պարզ հարց։ Ընտրվելու դեպքում այդ պայմանագիրը, որ նախաստորագրված է, դուք ստորագրելու եք թե ոչ։ Այո, ստորագրելու ենք, որովհետև նախ միջազգային պարտավորությունները պետք է կատարել։ Ես իմ նախորդ խոսքի ընթացքում խոսում եմ, որ մենք պետք է մեր միջազգային գործընկերների համար լինենք կանխատեսելի եւ վստահելի գործընկեր։ Պայմանագիրը, որը նախաստորագրվել է, կներեք լատիներենից համար pacta sunt servanda, պետք է կատարվի։ Եվ որպեսի մեր հերոստատիտողները եւ դահլիճում գտնվողները հասկանան մեր դիրքորոշումը ավելի լայն, իհարկե հարգելիներս այն ինչ երազել են մեր հանրապետության հայրերը, մեր ավագ եղբայրները, Արցախի մեր հայրենակիցները այս 35 տարիների ընթացքում, դրանք արտացոլված չեն 25 թվականի օգոստոսի 8-ին նախաստորագրված պայմանագրում։ Ուրեմն գործող իշխանության անհեռատես հախուռն եւ ոչ հետեւողական քաղաքականության հետևանքով 25 թվականին մենք ունենք այն պայմանագիրը, որի մասին խոսելիս 16, 17, 18 թվականներին սարսափից մենք չգիտեմ, վեր կթռնեինք, հա, համենայն դեպս իրողությունը այնպիսին է, մենք իրատեսական կուսակցություն ենք եւ մենք փորձում ենք առավելագույնս ազնիվ լինել հանրության հետ, եղած պայմաններում այդ պայմանագիրը, այդ համաձայնագրերը, այդ թվում նաև ներառյալ TRIP նախագիծը առավելագույն բարենպաստ պայմաններն են, որ կարող են լինել մեր երկրի համար, բայց դրանք ձեռքբերում չեն, դրանք նախապայման են, դրանք սկիզբն են եւ պետք է աշխատել այդ պայմանագիրը իմպլեմենտացնելու համար եւ առավելագույն ուրեմն օգուտ քաղելու համար։ Միևնույն ժամանակ ուզում եմ շեշտել, որ մենք դատապարտում ենք եւ ամոթալի ենք համարում հայաստանյան հայկական ինքնության հետ կատարվող այն խաղերը կամ խմբագրման փորձերը, որոնք անում է պարոն Փաշինյանը եւ նրա ղեկավարած իշխանությունը, հա, չգիտեմ, սիմվոլների չեղարկում կամ փոփոխություն, սրանք ոչ միայն, հա, ազգային ուրեմն ինքնության եւ արժանապատվության տեսանկյունից են անընդունելի, նաեւ վտանգավոր են հենց խաղաղության գործընթացի առաջ մղման տեսանկյունից, որովհետեւ մենք գիտենք նաեւ համաշխարհային պատմության փորձից, որ նման փորձերը աչից դիմադրություն են հանգեցնում եւ կարող են վտանգավոր Իսկ դուք գալով իշխանության արցախահայերի վերադարձի իրավունքը բարձրացնելու եք, բերելու եք օրակարգ։ Արցախահայերի վերադարձի իրավունքը գտնվում է միջազգային հումանիտար իրավունքի տիրույթում, միջազգային մասնավոր իրավունքի տիրույթում, դա չի կարող լինել երկկողմանի պետական
քաղաքական միջպետական հարաբերությունների առարկա եւ անկախ որևէ քաղաքական կուսակցության դիրքորոշումից այդ իրավունքը գոյություն ունի, մեր կուսակցությունը առնվազն չի խոչընդոտելու այդ իրավունքի իրացմանը։ Իսկ Լեռնային Ղարաբաղի վերադարձ Դե ես արդեն կարծում եմ իմ պատասխանի մեջ ձեր հարցի պատասխանը ևս փակում եք այդ էջը։ Մենք ապրում ենք այդ իրողության մեջ։ Շնորհիվ Նիկոլ Փաշինյանի 8-ամյա կառավարման։ Շատ լավ, պարոն Նահապետյան։ Ըստ մեր ծրագրի եւ առաջարկի մենք նախատեսում ենք ձևավորել 100-օրյա կառավարություն, կոնկրետ բացառապես քաղաքական համակարգի ռեֆորմների համար։ Այդ 100 օրում որ գան ասեն ուզում ենք ստորագրենք, ինչ եք ասել։ Հələ չի եղել է մինչև վերջ նախադասությունս ավարտեմ, պարոն Ղազարյան։ Չի լինելու հարցին։ Okay։ Ես ամեն դեպքում կփորձեմ հանդգնորեն։ Մենք ձևավորելու ենք 100-օրյա կառավարություն, այդ կառավարությունը պահպանելու է իներցիոն քաղաքական ընթացքը, ինչ մեզ եկել է այդ ընթացքով շարունակելու ենք, որ այդ 100 օրում ոչ մի բան չփլվի, բայց ես չեմ կարծում, որ որևէ միջազգային պարտներ լուրջ կվերաբերվի պարլամենտում մեծամասնություն չունեցող քաղաքական ուժի պայմանագիր ստորագրելու եւ ռատիֆիկացնելու կարողությանը։ Փոքրամասնություն որ եղած իշխանության չեք գա։ Կգանք։ Եթե որևէ մեկը մեծամասնություն չկազմի, մենք մեզնից կախված ձայների բերումով հարկադրելու ենք, որ կողմերից որևէ մեկը ամբողջը ստանալու փոխարեն ստանա իր ուզածի կեսը, այն է քվեարկի մեզ, կամ իշխանապողությունը տեղի ունենա, կամ նախկինները հետ չգան, չգիտեմ ով ինչ բան ունի, պրիորիտետներ ունի։ Մենք անելու ենք մեր փոփոխությունները, անենք արտահերթ ընտրություններ, այս հարցի պատասխանով կգան ծրագրային քաղաքականությամբ տարբեր քաղաքական ուժեր, եւ եթե այդ ժամանակ իմ անձը կամ որևէ քաղաքական միավոր, որի մեջ ես կլինի ձեր մոտ, ինքը պարտավոր կլինի պատասխանել այդ հարցին։ Մեր տեսանկյունից մենք անընդունակ ենք այդ պայմանագիրը չեղարկել, բանակցել, ստորագրել որևէ բան, մենք այդ պայմանագիրը չենք կարողանալու անենք։ Մենք պահելու ենք 100 օր երկիրը այնպես, որ պատերազմ չլինի, ոչ մի վճռորոշ դարակազմիկ բան տեղի չունենա։ Փոխենք քաղաքական համակարգը, նոր խաղի կանոններով ով որ կգա, թող այդ որոշումը կայացնի։ Բայց մի քանի բան էլ ընդհանուր կոնտեքստի մասին, էլի 19 քաղաքական ուժ է մասնակցում։ Սաղ ընտրությունների բանը, պատերազմի եւ խաղաղության մասին խոսակցությունները, մի հատ բարակյաթով պատերազմի կուսակցություն չկա, որ sense ցույց տան, ասեն, այս պատերազմի կուսակցությունն է։ Ասում են նույնիսկ 3 հատ կան։ Ասում են։ Հաց ով է հաշվում, պարոն Նահապետյան։ Ամեն դեպքում ես հələ ոչ մեկին չեմ տեսել, որ ասի հա մենք այդ պայմանագիրը կտրականապես չենք ստորագրելու, գնալու ենք պատերազմի։ Գալով պատերազմի թեմային։ Ժողովուրդ ջան, ելնելու բանը այն ինչից պետք է sense զգուշանալ բան, եղել պրծել է։ Աշխարհքաղաքական վերաձևակերպման շրջափուլում մենք վարի ենք գնացել։ Մինչև հաջորդ աշխարհակարգի փոփոխություն Ադրբեջանը ոչ պայմանագիր ստորագրելու, ոչ չստորագրելու դեպքում, այտենց հեշտ մատի ճտտոցով չի կարա հարցակվի Հայաստանը ոչնչացնի։ Մեր դարդը հիմա կներեք, մեր դարդը հիմա պետքա լինի հաջորդ վերաձևակերպման ժամանակ զոհ չգնալը, ընդ որում խաղաղության պայմանագիր եւ ինստիտուտներ ունենալը դրա ճանապարհներից մեկն է, բայց կյանքը ցույց է տալի, որ բազմաթիվ ստորագրված պայմանագրերի պայմաններում էլ աշխարհքաղաքական վերաձևավորումների շրջանում կողմերից մեկը ըլնում է որ զոհ է գնում, եկեք պետություն սարքենք, մյուսի վաղտ գլխներից քյալակ չգա։ Դուք պետություն սարքելու, պետություն վերաձևելու, ինստիտուտներ փոխելու հավակնություններ եք ներկայացնում, բայց մի պարզ հարցի պատասխանը ձեր վրայից գցում եք, այսպես ասած։ Պարզ հարցը այն է՝ ստորագրել թե չստորագրել, որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ, որպես քաղաքացի, որը զբաղվում է քաղաքականությամբ։ Դուք պետք է ունենաք տեսակետ, չէ՞ այդ մասին։ Մենք անելու ենք ճշգրիտ այն ինչ խոստացել ենք եւ չենք անելու ոչինչ, որը չենք խոստացել։ Մենք քաղաքացիներին ասել ենք, օքեյ, տարբեր կարծիքներ կա, տարբեր առաջնահերթություններ կա, բայց խաղի կանոնները լուծումների հանգելու հնարավորություն չի տալի։ Եկեք իրար այդ խաղի կանոնները փոխենք, հետո ամեն մեկս այդ մեր ուզած փոքր, մեծ, պատերազմ բերող եւ չբերող քաղաքական ուժերի մեջ ընտրություն կկատարենք։ Անել ավելին անել չնախատեսվածը մենք չենք պատրաստվում, դա քցոցի է, դա բարեխիղճ չի։ Ես ձեզ ուղիղ պատասխանում եմ, որ մենք այդ 100 օրվա ընթացքում չենք ստորագրելու ոչ պատերազմի, ոչ խաղաղության, ոչ մի բանի թուղթ չենք ստորագրելու,
ավելին նախականխելով ձեր հարցը, ասում եմ, որևէ միջազգային պարտներ չի կարա լուրջ վերաբերվի այն քաղաքական ուժի խոստմանը, ով որ չունի parlamentum մեծամասնություն, չունի այդ բոլոր խնդիրները լուծելու, գետնի վրա իմպլեմենտացնելու քաղաքական հնարավորություն, Աստված մի արած, թե այդ 100 օրվա ընթացքում Հայաստանի վրա հարձակում է լինելու։ Ասելու եք մենք գործ չունենք, այս 100 օրը թող անցնի։ Ցույց տվեք ինձ այն քաղաքական ուժին, որը զերծ է այդ ռիսկից, որ իրան ընտրվելուց հետո կարող է իրենք գալիս են իշխանության բանով հավակնությամբ, չեն ասում 100 օրից գնալու։ Մենք էլ ենք գործադիր իշխանություն ենք ունենալու, սահմանադրական պարտք եւ պատասխանատվություն ենք ունենալու պաշտպանել Հայաստանը։ Եթե կա քաղաքական ուժ, որը այլ բան է պլանավորում, կարա կանոնը ասեք, բոլորն էլ եթե Հայաստանի վրա հարձակումը լինի, ստիպված են լինելու պաշտպանեն Հայաստանը ամեն մեկը իր կարողության, տաղանդների եւ այլի շրջանակներում։ Ինչ վերաբերում է հենց կոնկրետ մեր օրակարգի շրջանակներում, այսինքն որ մենք փոփոխություն ենք ուզում, բավոր պատերազմը լինի, ասում եմ, այսքան քաղաքական ուժ կա, ցույց տվեք նրան, ով որ sense բան գարանտիայի տալոն ունի, որ ասում է, ախպեր, եթե ես ընտրվեմ, այդ իմ ձևավորած կառավարությունը լինի, այդ վաղ հաստատ սաղից խոստացել եմ ոչ մեկ չհարցակվի։ Նայեք, նախ պետք է արձանագրել մանավանդ մեր հեռուստադիտողի համար, որ հայ-ադրբեջանական որևիցե պայմանագիր չի ստորագրվել։ Չկա այդպիսի ստորագրված պայմանագիր։ Ստորագրել են 2 անձ, երրորդ անձը ուղղակի ասել է ես էլ տեսել եմ։ Մենք ասացինք նախաստորագրվել։ Կներեք, հստակեցնեմ, որ բոլորը իմանան ինչ է նշանակում նախաստորագրել։ Պայմանագիր երկու պետությունների միջև չի ստորագրվել։ Ադրբեջանը երբեք էլ չի ստորագրելու այդ պայմանագիրը, բայց հասկանանք դա ինչ պայմանագիր է։ Այդ պայմանագրով Հայաստանի Հանրապետությունը փորձում է հրաժարվել Արցախի նկատմամբ իր իրավունքներից, ճանաչել սովետական Ադրբեջանի եւ սովետական Հայաստանի իրավահաջորդությունը, ինչի պայմաններում ստացվում է, որ Հայաստանի Հանրապետությունը 30 տարի օկուպացրել էր Ադրբեջանի տարածքը։ Եթե Հայաստանը ասում է, որ դա Ադրբեջանինն է, ապա ստացվում է մենք օկուպանտ ենք։ Ադրբեջանը արդեն իսկ միջազգային դատարան դիմել է Հայաստանին օկուպացիայի համար հարկադրել ռազմական Պայմանագրում կա կետ, որ բոլոր հայցերը հետ են։ Հիմա կասեմ այդ կետը։ Ուրեմն Ադրբեջանը արդեն դիմել է եւ ուրեմն ըստ Ալիևի Հայաստանը պիտի վճարի 150 միլիարդ դոլարի ռազմատուգանք։ Սրա հետ միասին Հայաստանը միջազգային հարաբերություններում վերածվելու է Գերմանիայի երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Բայց չկա կետ-կետին, պարոն Սաֆարյան։ Ասում եմ պայմանագրում կետ կա, Հիմա գալիս եմ հայցերը հետ են քաշում։ Հիմա գալիս եմ այդ կետը։ Հայաստանը համաշխարհային քաղաքականությունում դառնալու է ագրեսոր, որովհետև ինքն է ընդունել, որ դա Ադրբեջանի տարածքն է։ Ինչ վերաբերվում է այդ կետին, կխախտի այդ կետը։ Ադրբեջանը ինչպես նոյեմբերի 9-ի պայմանագիրը խախտեց եւ այսօր պատանդներ է պահում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին պահում է պատանդ եւ ռազմագերիներին կներեք, ռազմագերիներին հետ չի վերջացել։ Հիմա ես հստակ կպատասխանեմ հարցին։ Հիմա եթե մենք գնում ենք այդ ճանապարհով, նա կհրաժարվի այդ կետը կատարելուց, կդիմի միջազգային դատարան եւ Հայաստանի Հանրապետության համաձայնությունը կդնի դատավորների առաջ։ Կասի Հայաստանի Հանրապետությունը համաձայն է, որ ինքը օկուպանտ է։ Երկրորդ հանգամանքը։ Այսօր արդեն Սյունիքը գտնվում է օղակի մեջ, ավելի խիստ օղակի, քան Արցախն էր գտնվում։ Եվ Ադրբեջանը ցանկացած պահին, եթե մենք ճանաչենք սովետական Ադրբեջանը, ցանկացած աշխարհակաղակական իրավիճակ եթե թույլ տվեց, երկու կողմից մտնելու է Սյունիք։ Չկա որևիցե մեթոդոլոգիա 30 կիլոմետրը պահելու։ Նաև Ադրբեջանը մտնելու է Գեղարքունիք, որովհետև Ադրբեջանում վարելահողերը ուրեմն չորանում են, իսկ գլոբալ տաքացման արդյունքում ավելի են չորանալու, իսկ նա քթի տակ գտնվող Սևանը մեզ չի թողի։ Այսինքն ուղիղ պատասխանեմ հարցին, մենք միանշանակ նմանատիպ հանցավոր պատերազմ բերող Հայաստանի Հանրապետության շահերին հակասող Հայաստանի Հանրապետության իրավունքները ոտնահարող պայմանագրի տակ երբեք չենք ստորագրի։ Դրա տակ ստորագրությունը պետական դավաճան է։ Ինչ եք անելու։ Ինչ ենք անելու պայմանագրի վերաբերյալ։ Դա եկակ իշխանության Ադրբեջանի հետ հարաբերություններում ունենք նախաստորագրված պայմանագիր, չեղարկում ենք։ Ադրբեջանի այդպես չեղարկելու խնդիր չկա, այդ պայմանագիրը չի ստորագրվել, որ չեղարկի։ Ադրբեջանի հետ հարաբերությունները, այդ թվում նաև խաղաղության պայմանագիրը, պետք է հիմնված լինի ոչ թե ապօրինի ինչ որ գոյություն չունեցող չարի կայսրության, հա, սովետական միության ներքին վարչական տարածքների ինչ որ քարտեզներով։ Առասարակ մենք պիտի հասկանանք, սովետական միությունը վերացել է, վերացել է իր ներքին վարչական քարտեզներով, Ալմաթիի հռչակագրով,
բոլոր փաստաթղթերով, Դա որը ինչի կար, վրա։ դրանք վերացել են, դրանք միջազգային իրավունքի սուբյեկտ չեն։ Ոչ Սովետական միությունը, ոչ այդ փաստաթղթերը։ Հետևաբար պետք է խաղաղության պայմանագիրը հիմնվի միջազգայինորեն ճանաչված փաստաթղթերի վրա։ Օրինակ, Ազգերի լիգայի կողմից կազմված Հայաստանի Հանրապետության քարտեզի վրա, որը գտնվում է մինչ օրս Միացյալ Ազգերի կազմակերպության փաստաթղթային արխիվում։ Քանի քառակուսի կիլոմետր։ Տվյալ ուրեմն քարտեզը եւ նաեւ Վիլսոնյան իրավարար վճիռը, որը նույնպես միջազգային պայմանագիր է, ենթադրում է Հայաստանի Հանրապետության տիտղոսը, իրավունքը 162,000 քառակուսի կիլոմետրի նկատմամբ։ Հետևաբար Սակայն սա չի նշանակում, որ եթե քո իրավունքը տիտղոսը գտնվում է այդ տարածքների վրա, դու հեսա զորքը առնում ես, գնաս այդ տարածքների վրա։ Խնդրում ես տալիս։ Կներեք։ Սա նշանակում է իրավունքից չհրաժարվել։ Ինչպես որ ատոմային ռումբով գետնին հավասարեցված Ճապոնիան չհրաժարվեց եւ մինչ օրս չի հրաժարվում Կուրիլյան կղզիների նկատմամբ իր իրավունքից։ Նա շատ լավ գիտի, որ վաղը չի հարձակվելու եւ տասնամյակները չի հարձակվելու Ռուսաստանի վրա։ Ֆոկլենդյան կղզիների պատերազմի արդյունքում Արգենտինան պարտվեց Մեծ Բրիտանիային, բայց մինչ օրս չի հրաժարվում իրավունքից։ Եվ այսպիսի խնդիրներ միջազգային հարաբերություններում բազմաթիվ են։ Ռուսաստան, Ճապոնիա, Ճապոնիա, Չինաստան, Չինաստան, Հնդկաստան, Հնդկաստան, Պակիստան, վերջերս ակտիվացավ Քաշմիրի խնդիրը նաև։ Այսինքն բազմաթիվ պետություններ կան, իդեպ նաև եվրոպական մի շարք պետություններ, որոնք Եվրոմիության կազմում են։ Լավ, հիմա դուք եկեք Հայաստան, չեք կներեք, ժամանակը կարճ է, եկեք Հայաստան։ Իրավունքներից վերջում եք իրավունքներ, բայց չենք օգտագործում այդ իրավունքները։ Իրավունքները նախ եւ առաջ պետք է պահպանել։ Պահպանում ենք։ Նայեք, ինչու է Ճապոնիան տասնամյակներ շարունակ պահպանում իրավունքը։ Եկեք մենք Հայաստան գանք։ Պահպանում ենք, հետո վերջը ինչի համար ենք պահպանում։ Դուք կարծում եք, որ Հայաստանը գտնվում է աշխարհից Ես Ճապոնիայի մասնակից չեմ։ Ճապոնիայի մասին չի խոսք, ես բազմաթիվ կներեք, բազմաթիվ որ ինչ անենք։ Բազմաթիվ օրինակներ բերեցի եւ հիմա բացատրում եմ, որ ինչ է։ Օրինակ ինչի է Ճապոնիան կամ Արգենտինան պահպանում այդ իրավունքը։ Որպեսզի ինչ որ մի օր պատասխանում եմ ձեր հարցին, պատասխանում եմ ձեր հարցին այնպես, ինչպես որ ես եմ ուզում, որ ինչ որ մի օր, ինչ որ մի դարում հնարավոր է։ Օրինակ Ռուսաստանը կսկսի փլուզվել եւ ճապոնացիները հանգիստ կգան կկանգնեն Կուրիլյան կղզիների վրա եւ կասեն խնդրեմ իրավունք։ Հասկացա։ Նույն փիլիսոփայը կներեք։ Վրաստանը, նույն Ադրբեջանը, հիմա Թուրքիան բացատրեմ բոլորի Եվ դեպքում։ մենք հասկացանք, Դուք ճիշտ չեք հասկացել։ Դուք ճիշտ չեք հասկացել։ Որ պահը։ Դե բացատրեմ Պարոն եթե Սաֆարյան, մեկ րոպեի շրջանակում խնդրում եմ Շատ լավ։ ձևակերպեք։ Դուք ձեր բացած թեման շատ լայն է։ Դուք ուզում եք ես այդքանը տեղավորեմ մի քանի վայրկյանում, դա անհնարին է։ Դուք անհնարինն եք ուզում, ինձ էլ ընդհատում եք։ Այսինքն պահպանելով իրավունքը, դու այդ իրավունքը կիրառում ես միջպետական հարաբերությունների մեջ։ Բազմաթիվ բարեկամ երկրներ այդպես են գործում։ Իսկ թշնամի պետությունները մանավանդ։ Եվ դա չի նշանակում պատերազմ, դա չի նշանակում հարձակում Թուրքիայի կամ մանավանդ Իրանի կամ Վրաստանի։ Իդեպ Վրաստանը Հայաստանի Հանրապետության տարածքների նկատմամբ իր տեսանկյունից իրավունք է պահպանել։ Վրաստանը նույնպես։ Բայց դա չի խոչընդոտում լավ հայ-վրացական հարաբերություններ։ Յուրաքանչյուր մեկական րոպեի շրջանակում ես ժամանակը կպահեմ, որ չխախտեք։ Խնդրում եմ, սկսենք ձեզանից Տիկին Գաբրիելյան, 1 րոպեի ընթացքում ինչու քաղաքացին իրքվեն հենց ձեր քաղաքական ուժին պետք է տա։ Շնորհակալություն, քաղաքացին իհարկե մեզ նետված մարտահրավերները եւ խնդիրները շատ են այսօր, բայց պետք է չմոռանանք, որ նաեւ այս ամենը հետևանքն է այն 30 ավել տարիների ընթացքում ձևավորված քաղաքական համակարգի։ Մենք մեր տեսլականը ներկայացնելով հայկական պետության ձևավորման առաջին հերթին նշում ենք, որ արժեքային փոփոխություն պետք է լինի։ Մենք այսօր խոսեցինք անվտանգությունից, խաղաղությունից, անվտանգության առաջին կետը, որից սկսվում է անվտանգություն, դա նպատակադրումն է։ Մենք այս տարիների ընթացքում ազգային պետական նպատակ չենք ունեցել։ Հետևաբար սրա համար անհրաժեշտ է, որպեսզի մենք ձևավորենք իշխանություն, իսկ դրա համար անհրաժեշտ եւ պարտադիր պայման է ընդդիմափոխությունը, քանի որ թե ընդդիմությունը եւ թե իշխանությունը նույն փակ քաղաքական համակարգի, այսպես ձևաչափն են ներկայացրել այս տարիների ընթացքում, որը ձևավորել է այս իրականությունը։ Շնորհակալ եմ, պարոն Աբրահյան։ Շնորհակալություն։ Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը ինչու ընտրել, որովհետև մենք բերում ենք գիտ արդյունաբերություն, agrarային տնտեսություն եւ մենք բերում ենք ռազմաարդյունաբերության եւ IT ոլորտի լուրջ զարգացում եւ խթանում Հայաստանի Հանրապետության համար
ինչը կարևորագույն բաղադրիչներից մեկն է, որպեսզի մենք կարողանանք եւ ամենակարևորը իհարկե իրատեսության մեջ մենք իշխանություն գալու իրատեսության մեջ այդպիսի տենդենս չի դիտվում, բայց Հայաստանի Հանրապետության համար շատ կարևոր է, որպեսզի այսօրվա խորհրդարանը, որը որ կա, լինի իրական ընդդիմություն, որը ընդդիմանալու է հանուն հայ ժողովրդի, հանուն պետության, այլ ոչ թե ընդդեմ Հայաստանի Հանրապետության կամ հայ ժողովրդի։ Եվ հասկացանք։ Ունեի թե ես Հա, եւ ինչպես ուզում եմ նշել, մենք նաեւ ունենք շատ լուրջ մասնագետներ քվանտային ֆիզիկայի, գիտության ներկայացուցիչներ, որը նաեւ շատ լուրջ ուրեմն գործնականում խորհրդարանը կապահովի այդ իմ ասած քվանտային մեխանիկայով։ Շնորհակալություն, պարոն Կարապետյան։ Շնորհակալություն, հարգելի ներկաներ, սիրելի ժողովուրդ, ինչպես ասացի, մեր հանդիպման սկզբում նորուշ ռեֆորմիստական կուսակցության կորիզը 2018-21 թվականներին եղել է Երևանում քաղաքային իշխանություն, քաղաքապետ Հայկ Մանուկյանի գլխավորությամբ։ Այդ 3 տարիներից առնվազն կեսը մենք եղել ենք կոവിഡ്ի համաճարակի եւ պատերազմական իրավիճակում, իսկ ամբողջ գրեթե ընթացքը եղել է ճգնաժամային ընթացք, լուրջ աղբի ճգնաժամի առաջ է քաղաքը կանգնած եղել եւ այդ պայմաններում մեր թիմը կարողացել է ճգնաժամային կառավարում իրականացնել եւ համակարգային լուծումներ տալ եւ աղբի կառավարման ոլորտում եւ հիմք է դրել մի շարք այլ ոլորտներում համակարգային բարեփոխումների, տրանսպորտի բարեփոխում, չգիտեմ, կանաչապատման ոլորտում բարեփոխում եւ այլն եւ այլն։ Եվ մենք այսօր ազգային ժողովում ներկայացված լինելու եւ կառավարություն կազմելու հայտ ներկայացնելով բերում ենք մեզ հետ մեր փորձը եւ բերում ենք մեզ հետ մեր սկզբունքայնությունը եւ հիմնական մեր հիմնադրույթները թվարկեմ եւ ավարտեմ եվրոպականացում ուրեմն բազմազավակ ընտանիքներին աջակցություն օնլայն շահումով խաղերի արգելք եւ վերադարձ ազգային արժեքներին, այնպես որ անպայման խնդրում եմ հունիսի 7-ին գնալ ընտրության եւ ընտրել համար 5-ին, որպեսզի կառուցենք երկիր։ Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը, ինչպես գիտեք, ձևավորվել է 1 տարի առաջ եւ ի շնորհիվ կուսակցության շուրջ հավաքված բազմաթիվ պրոֆեսիոնալների արդեն որոշակի հարցումներում, տարբեր հարցումներում, օրինակ Դավիթ Գրիգորյանի մոտ, օրինակ հարցումներ էր տրվել, Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը զբաղեցնում էր 2-րդ տեղը։ Ես կարող եմ ասել, երկրորդից երրորդ հորիզոնականները բավականին հնարավոր են մեր համար։ Հիմնական շեշտը դնում ենք նրա վրա, որ կուսակցության անդամները չպետք է լինեն հիմնական կորիզը, ովքեր կզբաղեցնեն կառավարական պորտֆելներ։ Մեր փնտրտուքների արդյունքում պետք է գտնենք շնորհապետների, լավագույններին, Հայաստանի հնարավոր է հայերի մեջ չգտնել լավագույններից լավագույններին։ 30 տարի գտնում ենք մի քիչ ինչ։ Լավ չեն մանեկել, դրա համար չեն գտնել։ Իսկ մենք շատ լավ ենք մանեկել ու հիմա շատ-շատերը արձագանքել են ու մեր շուրջ հավաքված են, թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս։ Շնորհակալություն, պարոն Փարաջյան։ Պարոն Սաֆարյան։ Մենք տարիներ շարունակ արդեն գտնվում ենք պայքարի մեջ։ Տարիներ շարունակ հրապարակել ենք քաղաքագիտական վերլուծություններ, որոնք ցավոք սրտի բոլորը տեղի են ունեցել, այդ թվում նաև Արցախի հետ կապված հարցերում։ Մենք ապացուցել ենք հանրությանը, որ ունակ ենք իրականացնել քաղաքագիտական եւ ռազմավարական մակարդակի վերլուծություններ։ Մենք մեր անցած ճանապարհով ցույց ենք տվել, որ չենք նահանջում եւ հալածանքների ենք բազմաթիվ ենթարկվել եւ մարդիկ ցույց են տվել, որ իրենք նվիրյալն են այս երկրի, այսինքն խոստումները, որոնք որ տրվում են, ուղղակի ձայն փախցնելու համար չեն։ Եվ մենք մեր ճանապարհով երևի թե դա ապացուցել ենք։ Երկիրը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում եւ հանրությանը խաբում են խաղաղության բառերով եւ մենք նորից վերստին հայտնվելու ենք ծայրահեղ ծանր վիճակում եւ ես երկրորդը չեմ տեսնում, գոռոզություն չհամարեք, բայց ես միակ քաղաքական ուժը, որը այս ծայրահեղ ծանր վիճակից կարող է անել երկիրը, տեսնում եմ ազգային ժողովրդավարական բևեռը։ Շնորհակալություն։ Պարոն Նահապետյան։ Մենք ստեղծել ենք բոլորին դեմ, որպես բողոք, որպես ցասում այս քաղաքական համակարգի դեմ։ Անցնող օրերին եւ գալիք 20 օրերի ընթացքում
մենք հասցրել ենք եւ հասցրելու ենք ցեղ շպրտել, ջուր ծեծել, ոչկա գլորել, զբաղվել նրանով, ինչի շուրջ կենտրոնացած է մեր չափազանց դժվար իրավիճակի շուրջ, չափազանց լուրջ քաղաքականությունը։ Անցնող տարիներին քաղաքական ուժերն ու առաջնորդները մեր ժողովրդին լաց են բերել։ Մենք մեր ժողովրդին ծիծաղ ենք բերում։ Եվ եթե դա նույնիսկ միակ բանը լինի, որ մենք արել ենք, դա արդեն հրաշալի է։ Ամսի 7-ին գնացեք ընտրական տեղամասեր, քվեարկեք բոլորին դեմ եմ, ցույց տվեք ձեր զայրույթը, ցույց տվեք ձեր բողոքը, ձեր պահանջը լրջանալու, լուրջ եւ լուծումներին ուղղված քաղաքականության մեջ վերջապես ներգրավելու։ Քվեարկեք համար երկրորդ, երկուս տրեք բոլորին, թող մնան նույն դասարանում։ Շնորհակալություն։ Ձեր հեռուստադիտողներ, մենք 19 քաղաքական ուժերից 6-ին այսօր լսեցինք, մյուս 13-ին էլ հավասար հնարավորություններ ենք տալու առաջիկա շաբաթներին։ Մնացել է մոտ 20 օր, դիմացեք կհանդիպենք։